Բարև ձեզ հարգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայի YouTube-յան ալիքի ուղիղ եթերում։ Այսօր երկար սպասված հանդիպում է պարոն Արտուր Վանեցյանի հետ, ինչպես նաև Գևորգ Գրիգորյանի հետ։ Մենք վաղուց քննարկել ենք այս հանդիպման մասին եւ առիթը այն հակաքարոզչությունն է, որը այս ընթացքում տարվում է ձեր դեմ։ Իհարկե եթե քաղաքական հակաքարոզչություններ, երևի թե ես որևէ կերպ չանհանգստանա այն առումով, որ ինքս էլ ձեզ քննադատում եմ հաճախ, բայց խոսքը գնում է հայրենիք զորախմբի մասին, որի անդամն է եղել Գևորգ Գրիգորյան որպես բժիշկ, ես եւ պարոն Վանեցյանը որպես մեր հրամանատար։ Ես կուզեմ այսօրվա երկու բլոկի բաժանենք, պարոն Վանեցյան ձեր թույլտվությամբ, խոսենք պատերազմից եւ հետո քաղաքական անհարմար հարցեր կտանք։ Պատերազմը ինձ համար այսպես շատ էմոցիոնալ հիշողություններ է առաջացնում, որովհետև նախ մեր հայրենիքի հետ տեղի ունեցավ այն, ինչ պիտի տեղի չունենար։ Մյուս կողմից պատերազմը հնարավորություն տվեց ճանաչել ԱԱԾ նախկին տնօրեն Արտուր Վանեցյանին որպես հրամանատար, ԱԱԾ տնօրեն Արտուր Վանեցյանին ես բազմաթիվ անգամներ քննադատել եմ, հոդվածներ ենք հրապարակել, ծանոթացա Գևորգի հետ։ Ես կուզեի ընդհանրապես ձեր ընկալումները, պատերազմի մասին, եթե ինչպես որոշում կայացրեցիք դուք, որ պիտի լինի զորախումբ, եւ Գևորգ դու ինչպես որոշում կայացրեցի, որ պիտի լինես հայրենիք զորախմբում, ես իմ մասը կպատմեմ։ Խնդրեմ պարոն Վանեցյան։ Նախ ողջունում եմ բոլորին, շնորհակալություն հրավերի համար։ Գիտեք, այդ պատերազմի թեման իրականում շատ բանր թեմա է իմ համար, ինչ առումով է ծանր։ Եթե ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, երբ քննադատությունը լինում է քաղաքական, ես դրան նորմալ եմ վերաբերվում, որովհետեւ խնդիր չեմ տեսնում։ Բայց երբ որ սուտ տեղեկությունների վրա սկսում են մարդկանց պախարակել, իմ համար դա անընդունելի է, ընդ որում, տեսեք, զորախումբը դուք մասնակից եք եղել է 80 եւ ավել տղաներից կազմված, երբ որ քաղաքական նպատակներից ելնելով սկսում են սուտ տեղեկություններ տարածել, թե իբր մենք լքել ենք Արցախը, մեր առջև դրած խնդիրը չեն կատարել, դա մենակ ինչի վերաբերվում։ Դա վերաբերվում է այդ մեր բոլոր տղաներին, հատ առ հատ, որոնք որոշում են կայացրել եւ իմ հրամանատարությամբ մեկնել են Արցախի պաշտպանության մարտերին մասնակցելու։ Ընդ որում մենք մասնակցել ենք ամենադժվար տեղերում, ամենածանր տեղերում, բայց ինչ-ինչ պատճառներով, ինչ որ մի չգիտեմ, սուտ տեղեկության հիման վրա այս սկսել է գեներացվել այդ խոսույթը, թե իբր մենք լքել ենք մեր վստահված տարածքները եւ չեն կատարել մեր առջև դրված խնդիրը, ինչը իրականում ընդհանրապես կապ չունի ճշմարտության հետ։ Ընդհանրապես ով դուք շատ լավ գիտեք այդ մասին, ընդ որում քրեական գործը հարուցվել, ու երբ որ ես ծանոթացա քրեական գործի հարուցման հիմքերին, ասել եմ այլ եթերներում, բայց ձեր եթերում էլ կուզեմ ասեմ, հիմքը եղել է fake օգտատեր Ռեգինա Պրազյանի Facebook-յան գրառումը, որը բոլորդ գիտեք, թե Ռեգինա Պրազյանը ում fake-ն է, ինչ է անում եւ ինչեր է գրում։ Որից հետո քրեական գործը քննվել է մի քանի դրվագներով, հետագայում կարճվել է, բայց այդ վատ նստվածքը մնացել է։ Ես նորից եմ կրկնում, իմ համար շատ կարևոր է, որ մեր զորախմբի տղաները դրանից չնեղվեն, թե չէ մնացածը քաղաքական քննադատություն եւ ելի եմ ասում, շատ նորմալ եմ դրան վերաբերվում։ Ոնց որոշում կայացրեցի մեկնել Արցախ եւ մասնակցել Արցախի պաշտպանության մարտերին, շատ բարդ պատճառով։ Որովհետեւ երբ որ ես նախ սեպտեմբերի 28-ին եմ առաջի անգամ մեկնել Արցախ, փոքր խմբով, եւ սեպտեմբերի 28-ին երբ որ մեկնել եմ Արցախ, այդ խմբի մեջ եղել է Գևորգը, եղել է Գալստյան Խաչիկը, իմ ընկեր Զավենը Հակոբյան եւ մեր էլի ընկեր Մանասը, ու իմ որդիս։ Ձեր որդու մասին դեռ խոսենք։ Մենք ամսի 28-ին եղել ենք Արցախ, առավոտյան։ Երբ որ ես գնացել եմ Արցախ, փորձել եմ ինչ-որ մի կերպ
ներգրավեմ ռազմական գործողությունների այդ կազմակերպման, չգիտեմ, ինչ որ ասել եմ, ինձ տարածք տվեք, ուղարկեք, ժամանակ բոլորը գիտեին, որ դա կարճատև եւ հաղթական պատերազմ է լինելու, որևէ մեկը չի ուզեցել, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչները կարողանան այդ ամեն ինչին մասնակից լինել։ Ու շատ լավ կհիշեք, որ Արցախի ժամանակվա իշխանությունները ամեն կերպ խուսափում էին մեր հետ հանդիպելուց, ամեն կերպ խուսափում էին մեզ որևէ հանրարարություններ տալուց։ Մի իրավիճակ էր ստեղծված, երբ որ ազատամարտիկների միությունում նստած էինք, սեղանի շուրջ նստած էին բազմաթիվ գեներալներ, որոնք ունեին փորձ, գիտելիք, հեղինակություն եւ կարող էին օգուտ բերեին ռազմի դաշտում, բայց որևէ մեկին թույլ չէր տրվում, որ գնային մեկնային ռազմի դաշտ։ Որից հետո եկավ մի իրավիճակ, երբ որ տեսան, որ շատ ծանր է վիճակը եւ Նիկոլ Փաշինյանը ընդունենք, չընդունենք այդ ժամանակ երկրի վարչապետ հրապարակային դիմում է բոլորին, ասում է, որ վիճակը շատ ծանր է եւ պետքա ջոկատներ կազմեն 30 հոգանոց, կհիշեք, որ ասում է, ձեր մեջից ընտրեք հրամանատար, տուն խավարտ կամ բաճկոն վերցրեք, գնացեք պատերազմի։ Ես գիտակցելով, հասկանալով, որ իրականում շատ ծանր է մեր վիճակը, նաեւ տեղեկատվության տիրապետելով, հրապարակային կոչ եմ արել եւ որևէ մեկին չեմ ասել, եկեք իրար հետ գնանք Արցախ։ Անկամ իմ ընկերներին, իմ հարազատներին, իմ բարեկամներին, իմ կուսակիցներին, որևէ մեկին ես չեմ ասել։ Ով եկել է ասել է ես ուզում եմ գամ, ասել եմ դա քո որոշումն է, ինքդ որոշի, կուզես կգաս, կուզես չես գա, ու հավաքվել է հենց առաջի կոչով 100-ից ավել մարդ, բայց գլխավոր շտաբում, երբ որ գնացինք ներկայացրինք դիմումը, որ պետքա մեկնենք Արցախ, ինձ ասին 80 հոգանոց խումբ պետքա լինի, դրա համար մեկնել ենք Արցախ առաջինը 80 հոգանոց խումբ, մի հատվածը մնացել են Երևան, որ հետագայում, ասենք մի քանի օր, 15-20 օր հետո կարողանայինք ջոկատի տղաներին փոխարինեինք, այսինքն նորերը գային, նրանք գնային հանգստանային ու տենց կարողանայինք ենել ցավոք սրտի, ոնց որ ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ եւ եղավ նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրությունը եւ մենք կորցրեցինք մեր հայրենիքի Արցախյան հատվածի մի զգալի մաս հայտարարության ստորագրությունը, բայց գնացել ենք եւ մասնակցել ենք։ Դեռ ցեկ բաների մասին խոսենք, բան Վանոցյան, ես կուզեմ Գևորգին էլ լսենք եւ ես էլ իմ պատմությունը կպատմեմ ոնց միացա հայրենիք զորախմբին, խնդրեմ Գևորգ։ Իրականում քննարկման ենթակա չէր գնալ պատերազմ, թե չգնալ պատերազմ, ու իրականում շատ ուրախացա եւ Գեներալ Վանոցյանը հենց ամսի 27-ի երեկոյան ասաց, որ պետք է մեկնենք 28-ի առավոտյան, 28-ի ցերեկը։ Մենք արդեն մեկնեցինք Արցախ, մենք մեր հետ չեմ ուզում դա շահարկեմ, բայց մենք մեր հետ տարանք բավականին մեծ ծավալի դեղորայք, օգնություն, ինչ որ կարողացել ենք հավաքել, դրանից հետո դա հնարավորվեց, որովհետև իմ ընկերները, իմ թիմակիցները այդ ժամանակ հենց հայրենիք հիմնադրամի հայրենիք կուսակցության շտաբում տարածք էին հատկացրել, որպեսզի դեղորայք կարողանան հավաքել, որտեղ շատ էին բերողները, մեր բոլոր գործընկերները այս տարիների ընթացքում մեզ օգնում էին այդ հարցում, ինչի համար ես իրենց շատ շնորհակալ եմ։ Ահագին դեղորայք տարանք մեր հետ, փորձեցինք այնտեղ, ինչպես ասաց գեներալը, ինչ-որ մի բանի ներգրավվենք, ինչ-որ մի բանի մասնակից դառնանք, բայց ավաղ չկարողացանք, մեզ ժողովրդական լեզվով ասած չխաղացրեցին։ Իդեպ շատ կարևոր բան էր, մոռացել էի դրա մասին։ Մենք երկու մեծ բեռնատար մեքենա, դեղորայք եւ առաջի անհրաժեշտության ապրանքներ ենք տարել։ Եվ նաև իրենք, եթե հիշում եք, մասնավոր ընկերության էին տվել սննդի ապահովում, մեր սնունդը մենք ենք ապահովել, որովհետև այդ խնդիրներ էին առաջ։ Մի հատ բան եկեք դրա մասին էլ երբեք չեմ խոսել, բայց ուզում եմ դրա մասին խոսել, երբ որ մենք մեկնել ենք Արցախ, մենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերից, գլխավոր շտաբից ուզել ենք զենք զինամթերք եւ կապի միջոցներ։ Որևէ այլ բան մենք չենք ուզել, բայց արդարության համար նշեմ, որ գլխավոր շտաբի պետ Գասպարյանի հանձնարարությամբ մեզ տրամադրվել են նաեւ որոշակի
ավտոմեքենաներ, մի քանի հատ ուազներ, որը ոնց տարել են նույնպես Մեղմ ասած ավտոմեքենաներ։ հա, բայց տրամադրվել։ Հիմա ես ուզում եմ fake-ի մասին խոսեմ, Գեորգ, ձեր թույլտվությամբ Ամանեսյան, վերջերս էլի այս թեման ակտիվացավ, սորոսական Դանիել Իոնիսյանն էր գրել, որ մենք ոչ միայն դիրքերն ենք թողել, ոչ միայն չենք պաշտպանել, այլև ընդհանրապես վիրավոր չենք ունեցել, եւ սա ամենացավոտ թեման էր, որովհետեւ մենք վիրավորներ ենք ունեցել մեր զորախմբի կազմում։ Սա իհարկե առաջներտին վիրավորականները տղաների համար ում կյանքը վտանգի տակ էր եւ վիրավորվել էին։ Մյուս կողմից վիրավորանքեր մեզ համար եւ կարծում ցանկացած մարդու համար, ով հայրենիքի նկատմամբ ջերմ զգացումներ ունի, որտեւ եթե դու կարող ես գնալ պատերազմ վտանգել քո կյանքը ու դա ինչ որ մեկը, որը բանակ չի գնացել, որևէ ծառայություն չունի այս պետության առաջ ավելին լիքը խնդիրները առաջացրին, կարող ասի ոչ բան չի գալիս, ուրացվի այդ բանը։ Ես հիմա կխնդրեմ մի կադր նայենք, մի քանի կադր նայենք հենց վիրավորների մասին, որտեղ Գևորգը վերքերն է բժշկական ոնց են ասում վիրակապում, վերքերն է վիրակապում ու ես կվերադառնանք արդեն իմ պատմությանը, ես նաև որպես լրագրող ոնց միացա։ Մենք ունեցել ենք 4 վիրավոր։ Փառք Աստծո, շնորհակալ եմ Աստծուց, որ զոհ չենք ունեցել։ Ընդ որում 4 վիրավորներից 2-ը ստացել են հրազենային վնասվածք։ Ով ծանոթ է Արցախյան 44-օրյա պատերազմի մանրամասներին, շատ լավ գիտի, որ հրազենային վնասվածքներ շատ քիչ են եղել այդ պատերազմի ժամանակ, որովհետև այդ պատերազմը եղել է հիմնականում անօթաչու թռչող սարքերով, ադրբեջանցիների կողմից եւ թուրքերի կողմից կիրառվող, նաեւ հրտիրակոծվել ենք մենք շատ ինտենսիվ։ Բայց մենք ունեցել ենք 2 հրազենային վնասվածք, ընդ որում շատ մոտիկ տարածությունից։ Դա նշանակում է, որ մեր զորախումբը անմիջական շփման մարտի մեջ է մտել ադրբեջանական զինուժի հետ։ Ու ես երբ որ ասում եմ, ես շատ ծանր եմ տանում այդ թեման, երբ որ խոսվում եւ շարքվում է, հենց դա նկատի ունեմ։ Տղաներ իրենց կյանքը վտանգի են ենթարկել ու ինչ որ մարդիկ փորձում են դա անտեսեն, նվազեցնեն այդ մասնակցությունը կամ ինչ որ կեղծ լուրեր տարածեն, բայց դա իրանց գործն է, մենք գիտենք, որ մենք մեր խղճի առջև մաքուր ենք ու որևէ պարագայում մեզ որևէ մեկը չի կարող մեղադրել այլ բանի մեջ։ Հիմա միջև այդ կադրերը տեսնել ես առաջարկում հեռուստատողներին կադրերը նայելուց հետո, սա իմ առաջարկն է, իրենք մտածեն, թե ինչ ծնունդներ են այն մարդիկ, որոնք այս վիրավորների պարագայում ասում են, ոչ մի վիրավոր չեն ունեցել, փախել են, չգիտեմ ինչ են արել, եւ սա կարծում լավագույն ապացույցն է, որ այդ մարդիկ ուղղակի անբարոյականներ են իրենց ոտից միջև գլուխ։ Խնդրեմ այդ կադրերը նայենք ու վերադառնանք։ Մտել է, այսը հելել է։ Եվ մի չրտենյաններ լավ չէր ելնում, չէ։ Ապա Միքի Բրոնիկը փրկել է, ցավը տանը։ Բայց Բրոնիկը իտոգում դեր չի խաղացել։ Ոնց դեր չի խաղացել, ապա Բրոնիկն է դեր խաղացել, որ պատրոնը ուղղությունը Կերմիկ ցելի, սրանով կլուսավորեմ։ Հա՞։ Սրանց։ Սենց։ Ինչ է խաչը դուզի դեր։ Այդ ամեն ռենգել որ անում էր։ Այնց գնաք բժշկական գործանում ես նկարը։ Գոնե մեկ կասկով զենքով են։ Ֆորցերայսյան էլի դժարո դեպի։ Համբերի թողես լա, ցավը տանը։ Տեսանք սոտքում ինչա կատարվում։ Թուրքերը Հանքավայր, պաշտպանության նախ։ Մինչև քեզ ընդեղից հանեցին։ Հոգիներս դուրս եկել։ Չեն տանում լավ է, ասում ես 4-ին գոհ։ Ռուսական չէ, ռուսականների վրա հետևակար։ Հա։ Ոտս մատերը շարժում։ Հրազենային մի հատ անցուղիկ վնասված կա ոսկրի մեջով, կոտրված չի առաջացել։ Մատեր դուրս է եկել։ Այս խնդիր չկա, մի քիչ պետք է սպասել ու սա։
Ես ասեմ ինչպես ես որպես լրագրող, որ երբ պարոն Վանեցյանը ԱԱԾ պետներ ես քննադատել եմ ԱԱԾ-ին եւ մասնավորապես պարոն Վանեցյանին, բայց ինչու որոշում կայացրեցի միանալ Հայրենիք զորախմբին, որովհետեւ եթե հիշում եք այդ օրերին մենք վստահաբար դուք էլ նման տեղեկություններ ունեցած կնեք, որ այդ Նիկոլի կազմակերպած այդ բարդակը, որ ով 30 հոգի հավաքվեք հրամանատար որոշեք եւ զորահավաքն էլ կանգնեցվել էր, ըստ էության մենք էական զոհեր ենք ունեցել են պատճառով, որ ոչ կոմպետենտ հրամանատարներ են եղել, այսինքն մարդիկ ուզեցել են իրենց պետության հայրենիքին օգնել, բայց գնացել են այդ հրամանատարը ոչ հրամանատար է եղել, ոչ զինվորական գործից է գլուխ հանել եւ այդպես մտածում եմ երբ ձեր կոչը եղավ, ես իմ համար որոշել էի իհարկե պիտի որևէ ձև մասնակցեմ Արցախի պաշտպանության, ասացի երևի թե ամենահարմար տարբերակն է ինչու, որովհետեւ վստահ է որ կոպիտ ասած հրամանատարի սխալի պատճառով վարի չեն գնա։ Ու եթե զոհվել, բայց գոնե ինչ որ իմաստով մենք այդքան քիչ վիրավոր ունեցանք, որովհետեւ հրամանատարությունը կազմակերպված էր այնպես, որ հրամանին չի ենթարկվել, չլսել նման բան, ջոկատու գոյություն չուներ ու հրամանատարի կազմակերպած, այսպես ասած, ցանկացած ելքը բավականին, ասենց ասեմ, մտածված էր, ոչ թե ուղղակիորեն պահի տակ կայացված որոշում էր, ինչը ուզում եմ իրականում անպայման ընդգծեմ։ Դրա համար մենք ընդհանրապես այդքան վիրավոր ունեցանք, չնայած վիրավորվելու հնարավորությունները ու դեպքերը չափազանց շատ էին ցանկացած դիսլոկացիայում, որտեղ որ մենք եղել ենք։ Այնտեղ եւ միայնակ չէ, շփոթին հավաքակցությունների հետ ու ցանկացած ժամանակ երբ որ գնում էին գիշերային հերթափոխի, երբ որ ինչ-որ դիտել վստահում պաշտպանելու, որ ահասրտներումս սպասում էինք, բայց իրականում այնպես էր կազմակերպված ամեն ինչը, այնպես ժամանակին էր տրվում հրահանգը, ժամանակին էր տրվում, ասենք, ցանկացած տեսակի ուղղություն փոխելու եւ գրող կազմակերպելու, պաշտպանություն կազմակերպելու այդ հրամանները, որ զորքը չէր։ Բայց Գևորգ ասա որ մեծ մասը գիտնականներ, լրագրողներ, ինչ որ հանրային գործիչներ էին, բայց Արցախում չգիտես ինչի մեր անունը դրել էին Վանեցյանի սպեցնազ, ես չգիտեմ, մեր բացի նրանից որ ԱԱԾ-ից տղաներ կային նախկին աշխատակիցներ մեր հետ, ես չգիտեմ մեր ինչներ սպեցնազ։ Խնդիրը կայանում է դրանում, որ ինչ առաջադրանք որ դրվել է ջոկատի առջև, այդ առաջադրանքը կատարվել է։ Երեք ջան, շատ կարևոր բան է, ասեցիր, ես մի հատ բան եմ ուզում հիշեցնեմ։ Ուրեմն մեզ երբ որ պաշտպանության ինչ-որ մի հատված հանձնվել է, դա եղել է Շոշ գյուղի հարակից տարածք, մինչև 23 թվականի սեպտեմբեր ամիսը, երբ որ վերջնական Արցախը հանձնել է ադրբեջանցիների, հենակների տարածքը եղել է հայկական եւ Արցախի դրոշը ծածանվել է մինչև վերջին օրը 23 թվականի սեպտեմբերը, աջ եւ ձախ կողմերից եղել է ադրբեջանական դիրքերը, մեր դիրքը մինչև վերջին օրը մնացել է հայկական։ Դա փաստ է, որը կա։ Պարոն Վանեցյան, նայից իհարկե մի դրվագ էլ կա, որ ես կուզեմ մարդիկ իմանան, չգիտեմ դուք երևի թե ամենակիչը կուզեք դրա մասին խոսանք, ձեր որդու զորախմբի կազմում պատերազմ գալը, ինչու եմ սա նշում, որովհետև սա իհարկե ցանկացած հայրենասեր մարդ պիտի մասնակցեր այդ գործին, բայց ձեր որդին զինվորական ծառայություն չէր անցել։ Եվ ըստ էության զորահավաքի չէր էլ կարող, այսինքն չէր կարող կանչվել զինվորական ծառայության այդ ընթացքում։ Եվ ես այդտեղ չեմ եղել, արդեն տղաներն են պատմում Շուշիում գիշերը, երբ Արտյոմը կորում է ինչ-որ այլ ընկերների հետ, դուք այդպես շատ անտարբեր այդ կորելու փաստի հետ կապված։ Սա իրականում բաներ, սառնասրտություն էր, թե ինչ որտեղ զսպում եք ձեզ։ Թե Արտյոմին գիտեմ որ սիրում եք։ Որն էր, որովհետև այնուամենայնիվ ես օրինակ ներողություն հիշում եմ հենց այստեղ սա իմ ջերմոց էս կողքին է, մենք բերք հավաք էինք անում մի օր առաջ ինչ որ պիտի զորախմբի հետ գայի պատերազմի, հայրս շատ այսպես երևում էր ուզված, ասաց իսկ չի լի չգնաս, ասի չէ, ցանկացած հայր է այդպես ուզել, դուք ոնց եք ուզել։ Որիշ ջան, նայեք, ես իմ որդուս հետ, Արտյոմի հետ կյանքում ունեցել եմ
կոնֆլիկտ չասենք։ Տհաճ զրույց, երբ որ ինքը ազատվել է զինվորական ծառայությունից։ Ինքը մանկուց, այդ թվում կինս, ասել են, որ ինքը պետքա գնա, կինս ասում էր ինքը անպայման պետքա գնա բանակ, որդիս ասում էր, որ ես անպայման պետքա զորակոչեմ ու օր էր հաշվում, որ իր տարիքը լրանա, որ գնա զինվորական ծառայության։ Դուք չեք ազատել բանակին, երբ որ ԱԱԾ պետք է։ Ես ԱԱԾ պետ ժամանակ չի ինքը զորակոչվել, ես եղել եմ ընդդիմադիր։ Հիմա նայեք, ընդդիմադիր լինելը հիմա է մոդայիկ։ Երբ որ ես ընդդիմադիր էի, մի քանի հոգի էր ընդամենը ընդդիմադիր։ Այո։ Հիմա է դարել մոդայիկ ընդդիմադիր լինելը։ Այն ժամանակ տենց չէր, որ ընդդիմադիրները շատ էին ու ուզում էին ընդդիմադիր լինեին, ավելին, ասեմ, շատ ընդդիմադիրներ առանց անուններ տալու, այդ ժամանակ ճանապարհներ էին փնտրում, այդ թվում իմ ԱԱԾ տնօրենը եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններ ձևավորելու եւ իրենց ծառայությունները նրան մատուցելու համար։ Ով կհերքի դա, ասենք ես անուն չեմ տալիս, բայց ով կհերքի ես փաստերով կապացուցեմ։ Հիմա Արտյոմին, ինչի՞ եք այդքան հանգիստ էր Արտյոմը կորել։ Արտյոմին, երբ որ կանչեցին բանակ, որ պետքա գնա, անցնում է զինվոր բժշկական հետազոտություն։ Բժշկական հետազոտություն անցնելու ժամանակ պարզվում է, որ ունի որոշակի հիվանդություն, որը իրականում շատ ծանր հիվանդություն չէ, ավելի բաց եմ ուզում ասեմ դրա մասին, երբ որ գրվել է այն հիվանդությունների ցանկը, որով ազատվում են երիտասարդները զինվորական ծառայությունից, այդ ժամանակ այդ MRT ապարատները, KT-ի ապարատները չեն եղել այդ որակի եւ այդ ինչա կոչվում, բժշկական այդ վիզուալիզացիան չեն կարողացել տեսնել։ Հիմա որակը բարձրացել է, տեսնում են, որ կա որոշակի խնդիր։ Ու ասում են պետք է ազատվի։ Արտյոմը դիմում է գրում այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ասում է, որ ինձ ազատել են զինվորական ծառայությունից, խնդրում եմ վերանայել եւ զորակոչել զինվորական ծառայության։ Դավիթ Տոնոյանի հետ այդ ժամանակ ես զրույց եմ ունենում։ Ասում եմ, որ այդ երեխեն ուզում է գնա բանակ, ինչի եք ազատում։ Ասում է, դու ո՞նց ես պատկերացնում, ես կարամ իրան ազատեմ հիմա բանակից, դու լինելով այստեղ սենց եւ այլն։ Գնում է խոսում է, զեկուցում է ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվում է բժշկական հանձնաժողով, այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անձամբ նայում է թղթերը եւ ինձ զանգահարում են եւ ասում են, որ չէ, որոշում է կայացվել, որ ինքը զինվորական ծառայությունից ազատվում է։ Դա մեկ։ Երկրորդը, երբ որ սկսվեց պատերազմը, Արտյոմը ասաց, ես գնում եմ պատերազմ։ Ես գնում եմ պատերազմ, ու եթե դու չես կարող ինձ արգելես, ես գնալու եմ պատերազմի։ Դե երբ որ եղավ այդ մեր զորախումբի ձևավորումը, Արտյոմը առաջիններից էր ով եկավ դիմում գրեց եւ իրան ես ասել եմ Արտյոմ, դու զորախմբում չես լինելու իմ որդին, դու լինելու ես ջոկատի անդամներից մեկը ու ես դեն պահել եմ։ Դուք մարդիկ ով եղել եք զորախմբում եւ մեր մնացած ընկերները դրա կենթանի վկաներն եք։ Ու եկել է ինքը մասնակցել է զորախմբում։ Հիմա գանք Շուշի հետ, այդ տղեն կորել էր։ Ես չեմ ուզում դրա մասին, չեմ ուզում դրա մասին։ Չէ, ցառնասրտությունը լավ սենց հարցնեմ։ Դա կոնկրետ ձևեր ցույց տալու, որ զորքը չանհանգստանա, թե իրականում մտածում եք դե տղա իր գլխի ճարը կտեսնի։ Չէ, իրականում հրամանատարը չի կարա որևէ կերպով էմոցիա ցույց տա։ Դա բացառվում է։ Հենց դու էմոցիաներին տրվեցիր, կործանելու ես թե քեզ, թե զորախումբ։ Չես կարա դու էմոցիաներով ապրես։ Սառնասիտ պետք է գնահատես իրավիճակը։ Որ մենք գնացել ենք ռազմի դաշտ, մենք չենք գնացել, չգիտեմ, հանգստյան տուն։ Մենք գիտակցելով գնացել ենք ռազմի դաշտ։ Մենք գիտակցել ենք, որ կարանք յուրաքանչյուրը զոհվենք, վիրավորվենք եւ այլն։ Եվ գիշերները ինչպես այդ սուտ տարածողներն են
քնել, մենք հյուրանոցում չենք քնել։ Հիմա շատ մոդայի կա պատասխանատվությունից խուսափելու այդ խոսքի պատասխանատվությունից, արարքի պատասխանատվությունից այդ քայլերը։ Պատասխանատվությունը հրամանատարի լիարժեք զորքին հետևելն է ու պարոն Վանեցյանը այդ քայլով, այսպես ասած, ոչ միայն զորքի մեջ պանիկա չէր տարածում, ոչ միայն զորքին ռիսկի չէր տանում, այլ նաև դա վերաբերմունք էր բոլորիս նկատմամբ, այսինքն մեզնից յուրաքանչյուրը, որ այդտեղ կուր է, վերաբերմունքը նույնն էր ունենում։ Դրանով շատերի համար պարզ դարձավ, որ կոպիտ ասած բոլորս այնտեղ ունենք գործու կարգավիճակ ու ոչ մեկս չունենք ոչ մի կարգավիճակ։ Դա շատ ընդգծված էր այդ քայլով։ Նույնը, երբ որ ռմբակոծության տակ էինք մենք ու հնարավորություն կար 3 մեքենա լքեր տարածքը, մինչև բոլորի տարհանման հարցը չկարգավորվեց, վերջում նոր Վանեցյանը մեքենա նստեց, շարժվեց։ Իրարից այդ ճիշտ է հայրողություն շատ դու վերջի օրը վերջի օրը, որ բոլորը շարժվեցին իրար հետ սկսեցին ռմբակոծել։ Այսինքն դա այն էր, որ տարբերություն չկա զորքի մեջ ու բոլորը սեղել են հատուկ կարգավիճակով եւ ոչ Ես ներողություն եմ խնդրում, առաջարկում եմ մի հատ ամփոփենք այս թեման ու փակենք, որտեվ ես Չեմ մի դրվագ կա կուզեմ խոսենք, ամփոփում ենք, ես մենակ մի խոսք ասեմ, ինձ համար շատ հետաքրքրական բան եղավ պատերազմի ընթացքում, ուրեմն հայրենիք զորախմբում ես հանդիպեցի այն մարդուն, ով 2008 թվականին ինձ բանակ է տարել, Արմանը Արտաշատի զինկոմիսարիատից, նախկին աշխատակից եւ այդ պատերազմի ընթացքում երբ այդտեղ եմ եղել, տղաներից գրեթե բոլորը բարձրացել են դիրքեր, բացի ինձանից, ինչու, որովհետեւ ես ամեն գիշեր գնում էի անունս գրում էի, որ պիտի բարձրանամ, Արմանը գնում ջնջում էր անունս զուտ են բանով, որ ասում էր ջոկատի միակ եզդին եք, բան չվտանգենք։ Այստեղ մի դրվագի մասին խոսենք ու պատերազմի թեման ամփոփենք, հա, եւ կառաջարկեմ տեսանյութ նայել։ Այդ օրերին ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվորեն գրում են, մենք ոչնչացրել ենք ԱԱՑ նախկին տնօրենի զորախումբը, ձեր մասին էին այդ լուրերը գրում եւ դրան կարելի էր այսպես զուտ քարոզչական տեսանկյունից վերաբերվել, միջև արդեն հետպատերազմական ժամանակահատվածում Միքայել Արզումանյանի քրեական գործից բացահայտվեց մի դրվագ, որ մեր զորախմբին, մեր ընկերներին, տղաներին ուղարկել էին մի հատված, որտեղ այդ մարդիկ կարող են ուղղակի թակարդի մեջ ընկնել եւ ըստ ամենայնի կընկնեին այդ թակարդի մեջ եւ եթե այդտեղ ձեր գործողությունները չլինեին տեղեկատվության նաեւ առումով ես առաջարկում եմ, ես մի հաղորդում եմ նկարել տարիներ առաջ, դրանից մի շատ շնորհակալ եմ այդ հաղորդման համար, ես նայել եմ, իրականում դա շատ կարևոր դրվագ է, որովհետեւ շատ բարդ էր այդ պահին որոշում կայացնելը, թե ինչ պետք է անել։ Այդ դեպքը տեղի է ունեցել Արցախում այդ հատվածին, ասում են Իսահակի աղբյուր, ավելի հայտնի է Իսաբուլաղ, երբ որ ես մի քանի հոգու հետ իջել եմ դեպի անտառներ ու տեսել եմ այդ ադրբեջանցիների կուտակումները, շատ, իսկ մենք մի քանի հոգով էինք, 16-ից 18 հոգի, ես հասկացել եմ, որ մենք ընկնելու ենք շրջափակման մեջ ու գործողություններ եմ կատարել, որի արդյունքում այդ ադրբեջանական զինուժի այդ հատվածը ոչնչացվել է մեր զինված ուժերի հրետանու կողմից, բայց իրականում շատ բարդ։ Եկեք կադրերով նայենք իմ հաղորդումից այդ դրվագը, երևի թե մի 5-6 րոպե ու կվերադառնանք ու պատերազմի թեման կամփոփենք, քաղաքական դժվար հարցերի կգանք։ Հիմա խոսքը կոնկրետ զորախմբի մասին է, իսկ զորախումբը կարող եմ վստահաբար ասել, որ արել է այնինչ իր հնարավորությունների սահմանում է եւ քանի որ շատ է թիրախավորվել իշխանությունների կողմից, իշխանությունների պատվերով եւ հիմա կարևորագույն դրվագ է բացվում ինձ համար, չէի կարող չխոսել սրա մասին։ Ուրեմն Միքայել Արզումանյանին առնչվող քրեական գործի հաղորդագրությունում ասվում է, որ զորախմբի անունը չի նշվում, բայց հասկանալի է, որ խոսքը հայրենիք զորախմբի մասին է, որ զորախումբը զորքը ուղարկվել է միտեղ, որտեղ արդեն իսկ
եղել են ադրբեջանական զորքեր, ըստ էության եղել է շրջափակում ադրբեջանական եւ թակարդ կամ այլ կերպ ասած զորախումբը ուղարկելով այդտեղ այդ զորքի կյանքը վտանգի է ենթարկվել հաղորդագրությունում հիշատակվող հատվածին առնչվող կադրեր կան, որոնք ես այս պահին հիմա ցուցադրում եմ, ուրեմն ինչպես դուք տեսնում եք այս կադրերում կան ադրբեջանական զորքերի շատ մեծ կուտակումներ եւ իհարկե այստեղ դժվար է այս վերևից նկարահանված կադրերում ցույց տալ մեր տղաների գտնվելու վայրը եւ քանակը իրենց, բայց ես վստահեցնում եմ, որ մի քանի 100 ադրբեջանցիների դեմ կանգնած են եղել մի քանի տասնյակի հասնող հայերեն զորախմբի ներկայացուցիչներ, այսինքն ուժերը խիստ անհավասար էին եւ այս զորախմբին ուղարկելով այստեղ որևէ մեկը տեղյակ չէր պահել, որ այսպիսի կուտակում կա։ Հիմա դուք կադրերում տեսնում եք, որ ադրբեջանական կուտակումների ուղղությամբ հարվածներ են հասցվում, այս հարվածները հասցվել են միայն այն բանից հետո, երբ զորախմբի հրամանատար Արտուր Վանեցյանը շտաբ կարգով հասնում է շտաբ կամ այսպես ասած բունկեր եւ այնտեղ իր ունեցած տեղեկությունները փոխանցում է հրամանատարությանը եւ պահանջում է, որպեսզի գետային հարվածներ հասցվեն ադրբեջանական կուտակումներին իր տեղափոխումը պայմանավորված էր նրանով, որ կապը խափանված էր եւ այլ կերպ հնարավոր չէր հայկական ուժերին տեղյակ պահել, որ ադրբեջանական նման կուտակում կա, կուտակումը ուղակի զորախմբի ուժերով հնարավոր չէր կանգնեցնել, որովհետեւ մեր ձեռքին էին միայն ավտոմատներ, լավագույն դեպքում գնդացիր եւ հնարավոր չէր այս կուտակման դեմ նման միջոցներով առնել եւ կարող ենք ասել, որ զորախմբի տղաները մեծ մասամբ փրկվել են այն բանի շնորհիվ, որ ժամանակին տեղեկությունը հասցվել է շտաբ եւ այնտեղից հնարավոր է եղել անօթաչու թռչող սարք բարձրացնել օդ, նկարահանել կոնկրետ տեղերը ադրբեջանական զորքերի գտնվելու եւ ոչնչացնել զորքերը եւ փրկել մեր տղաների կյանքերը։ Եվ այս դրվագը հետաքրքիր է նրանով, որ պատերազմի օրերին ադրբեջանական մամուլը հենց այդ օրերին, հենց այս ցուցադրած կադրերի օրերին հրապարակում են տեղեկություններ, որ Արտուր Վանեցյանի գլխավորած զորախումբը ընկել է շրջափակման մեջ, զորախմբի մեծ մասը ոչնչացված է, մի մասը վիրավոր է եւ գուցե չփրկվի։ Այսինքն պարզ է, չէ՞ որ ադրբեջանցիները այսպես ուղղակի չգիտեին, թե որ զորախումբը որտեղ է գտնվում, որ ջոկատը որտեղ է գտնվում եւ ինձ զարմացնում է, որ որոշում է կայացվել հայերենիք զորախումբը ուղարկել միտեղ, որտեղ կա ադրբեջանական շրջափակում եւ ինձ զարմացնում է, որ այդ պատերազմի օրերին ադրբեջանական զորախումբը ընկել է շրջափակման մեջ։ Մի հետաքրքիր տեղեկություն, ուրեմն պարզվում է Միքայել Արզումանյանի Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը 3 անգամ զրուցել է Միքայել Արզումանյանի հետ եւ 3 անգամ էլ հարցրել է, իսկ որտեղ է Արտուր Վանեցյանը եւ իր խումբը։ Սենա ինչով մեզի խփեցին, ապեր։ Սմերչը հաստ է ու երկուսլոք է, ռադը։ Մինամյոտ, իշ մինամյոտ տարա։ Կրադը ինչ։ Գրասնի գրադը։ Կրադա։ Հա, ուշտո։ Գրադ ես եմ, ինչ։ Մինամյոտ։ Հրամանատար մեգա։ Մինամյոտ է խոսում։ Մինամյոտը տեսնում։ Մինամյոտը Շուշից։ Լավը միակ թողելա երկու։ Միակ չէ։ Դե լավը զանգով չի եկել։ Հա, միակ է։ Սեփ։ Ես իրիկունը զենք եմ դեկալի կարող ես։ Եկայի հացելուց է վերել։ Անդուց է խփել, բայց Էյանից, պարոն գեներալ։ Հեսա մեջ վրա խփած բալվանքին։ Ասում են մինամյոտա։ Անդուց անի։ Անդուց է խփել, բայց Էյանից էր ուղղությունը։ Ես ասում գրադը։ Հա։ Որտեվ եթե պատմում եք տարակոծի ձևերը,
Կրատի տրակոց։ Շնորհակալ եմ, որ հետևում եք։ Հաղորդումից մի կտոր էր, որտեղ ես խոսում եի այդ օրերի իրադարձությունների մասին, մի բանի մասին եմ ուզում հարցնել, պարոն Վանեցյան։ Ձեզ հետաքրքրել է ոնց ստացվեց, որ նախ ադրբեջանցիները նման բան էին գրում, հետո այսպիսի բան սոցիալական գործից մենք իմացանք, եւ երկրորդը այն տեղեկությունները, որ ես հրապարակեցի, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ զանգահարել է Միքայել Արզումանյանին եւ բոլոր անգամներն էլ հարցրել թե որտեղ եք դուք։ Ինչի՞ պիտի գան դա շատ է քնել։ Անկեղծ ասած չգիտեմ, ու ես մի մարդ եմ, որը գիտի խոսքի արժեքը, ես չեմ կարող լուրերի կամ ինչ-որ բամբասանքների, միգուցե ճիշտ լուրերի վերաբերյալ հետևություններ անեմ, ինֆորմացիա ստանում ենք, անցնում ենք առաջ, եթե փաստեր կլինեն, փաստերով կխոսանք, անկեղծ ինձ դա շատ քիչ է հետաքրքրում, ես գիտեմ ինչ եմ արել, ես գիտեմ թե իմ ընկերները ինչ են արել, մնացածը իրանց գործն է։ Ես պատերազմի թեման ամփոփելով ուզում եմ ասեմ, որ մենք որևէ վարքյան, մենք բոլորս, ես եւ մեր ջոկատի բոլոր անդամները մի վարքյան ոչ ամաչելու բան ունեն, ընդհակառակը հպարտանալու շատ առիթներ ունեն եւ մենք արել ենք այն ինչ որ արել ենք։ Արել ենք մեր հնարավորությունների չափով։ Երբ որ մեզ մեղադրում են, կա չէ՞ տենց մի հատ հիմար թեզ կներեք արտահայտությունս համար, ասում են Շուշին հանձնեցին։ Այդ սաղ հույսը Շուշին պահելու Մեր 80 հոգու վրա էր։ Մենք արել ենք առավելագույնը, ինչ կարողացել ենք։ Մենք ոչ մի բան չենք հանձնել։ Նորից եմ կրկնում, մեզ վստահված դիրքը մինչև 23 թվականի սեպտեմբեր եղել է հայկական։ Ավել բան չունեմ ասելու։ Ես ու Գևորգ մնացածը մտածեն, թե ինչ է եղել, ոնց է եղել եւ ինչպես է եղել։ Ես ու Գևորգը մի միկրոֆոնից կօգտվենք, կամ որ ուղի եթեր ասում եմ, ոնց որ դա Աֆրիկայում էլ է ուղի եթեր։ Գեորգ, դու ոնց ես քան որ քաղաքական գործիչ ես, մասնագիտական քո գործունեությունը։ Դեռ ամեն ինչ արժևում։ Դեռ ամեն ինչ արժևում է։ Մենք եթերից առաջ էլ ասացինք, այո, դու ոնց էր նայում այդ ապատեղեկատվությանը, դու պրոֆեսիոնալ բժիշկ ես, ոնց որ գործը թողել ես, եկել ես պատերազմ ու մեկ էլ հոп հայտնում են մարդիկ, որոնք որևէ բան չունեն արած, մասնագիտական առումով էլ 0 են, չես կարող ասել մարդիկ ինչ են, ինչի փորձագետ են, հա, ինչ հարցեր կարող են լուծել, եւ մեկ էլ դու որ պրոֆեսիոնալիզմը ծառայեցրել ես հայրենիքին այդ պատերազմի օրերին, այդ մարդիկ ասում են դե փախել են այս մարդիկ։ Սա խոսանք ու վերջացնենք։ Որի ջան, գիտես, ես սաղ կյանքս սովոր եմ եղել անել աշխատանք ու աշխատանքով դատել, աշխատանքով գնահատել, փաստերի վրա հենվել։ Հիմա թե ով ինչ է խոսում, թե եւ ով ինչ տպավորություն կամ կարծիք է դրանից կազմում, դա ես միշտ ասել եմ իր անձնական սեռական խնդիրներն են։ Ես գիտեմ ինչի համար եմ գնացել։ Դեպքեր կան, որ անբուժելի են։ Ես գնացել եմ գեներալի հրամանատարության պատերազմ, ես գիտեմ ես ընդեղ ինչ եմ արել, գիտեմ իմ ընկերները ինչ են արել, գիտեմ մեր ջոկատը ինչ է արել, ու մենք չենք արել դա, որպեսզի ինչ որ բանի աստղերի եւ տոնածառի փորձագետները դրա համար եզրակացություն տան։ Մենք արել ենք դա, որտեղ համարել ենք, որ դա մեր պարտքն է, որ մենք այդ շրջանում, այդ ընթացքում, այդ գործողությունների ընթացքում պետք է լինենք այնտեղ։ Ու մենք չենք արել դա, որ ինչ որ մեկին ինչ որ բան ապացուցենք։ Մենք դա արել ենք մեր, ասենց ասեմ, խղճի արչև մեր պարտքը կատարելով, մեր հայրենիքի արչև մեր պարտքը կատարելով։ Հիմա թե ով դա ոնց է մեկնաբանում կամ իր քաղաքական տերերի, հայրերի, չգիտեմ, խավորների եւ այլնի հրահանգներում մեկ է, իրանց հրահանգով ոնց է դա մեկնաբանում, դա իմ համար լրիվ մեկ է, որովհետեւ ես գիտեմ, իմ թիմակիցները գիտեն, իմ ընկերները գիտեն, իմ ջոկատում, մեր ջոկատում կրված տղերքը գիտեն ու գիտեն բոլոր նրանք, ովքեր պետք է իմանան, մենք խենք դա արել, ոնց ենք դա արել ու ինչքան ենք դա արել։ Մնացածը կարևոր չի։ Այո, անցնենք քաղաքական հարցերի, շատ դժվար հարցեր են սպասվում մեզ, պարոն Վանեցյան, այս հարցերում ավելի շատ ձեր խոսքի կարիքը կլինի։ Երեք ես մի այսպիսի գրառում եի արել, տեղեկացրել էի, որ
ձեզ այդ հարցազրույց եմ անելու եւ խնդրել եմ որ եթե կան adekvat հարցեր գրեն հարցերի ամենաշատ մասը վերաբերում է նրան թե ինչու չեք ձերբակալել Նիկոլ Փաշինյանին ես հիմա ընթերցեմ ձեր հրաժարականի տեքստից մի հատված որովհետեւ իրականում բավական դու վերլուծական միտք ունեցող մարդկանց համար բավական հետաքրքիր այսպես կետերը դրված էր որ պատճառը ուղակի այսպես անհամաձայնություն չէ հիմնային խորքային խնդիր կա Նիկոլ Փաշինյանի դե պետական կառավարման հետ դուք ասում եք պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի որոշումների տարերայնությունը գործողությունների հախորնությունը առաջնային է երկրորդայինից իսկ անցողի կմնայունից չտարբերելու գործելավոճն այս ճանապարհը չէ որ տանում է դեպի նպատակների իրականացում այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են իմ հրաժարականը թող լինի կանգ առի սթափեցնող քայլ մնացած բոլոր տարբերակներում կհաղթի հայրենիքի հանդեպ արտքը տեսեք այս հարցը ձեզ երևի թե ամենաշատն են տվել թե ինչու չեք ձերբակալում Նիկոլ Փաշինյանին ինչու չեք ձերբակալել Նիկոլ Փաշինյանին եւ այս հարցը ես էլ ունեի եւ ունեմ ես այս հարցը տվել եմ նաեւ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեններից մեկին ում անունը չեմ կարող հրապարակել եւ ինքը այսպիսի մի հետաքրքիր նյուանս բացատրեց որ եթե անգամ ազգային անվտանգության ծառայությունը որոշեր ձերբակալել երկրի գործող վարչապետին ապա դատախազությունը ուներ գործիքակազմ Ես չգիտեմ ում հետ եք խոսել դրա մասին, ես դրա մասին հրապարակային եմ ասել։ Այո, հիմա ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ես այսպեսի տեղեկություններ ունեմ, իմ աղբյուրներն են ասում, որ դուք ինչ որ պահի դատելով Նիկոլ Փաշինյանի գործողություններից հասկացել եք, որ կարող է գալ այնպիսի պահ, որ ստիպված լինեք ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին։ Եվ դուք նաև հասկացել եք, որ դրա համար ձեզ կարող է խանգարել գլխավոր դատախազը, որը իմ գնահատականն ասած, ծայրաստիճան վախկոտ մարդ էր Արթուր Դավթյանը եւ պատրաստ էր ծառայել պահի իշխանությանը, այդ պահի իշխանությանը, ով որ լիներ, նախկինում հանրապետականի կողմից էր ընտրվել եւ ըստ իմ այդ աղբյուրների ասում են դուք ուզում եք այդ X պահին պատրաստ լինելու համար փոխել գլխավոր դատախազին եւ այդ նպատակով ավելի հարմար տեխնատուր էր Գևորգ Կոստանյանը։ Դե եկեք դավադրության տեսությունների մեջ չմտնենք։ Գևորգ Կոստանյանը իրականում խոսակցություն եղել է ոչ գլխավոր դատախազ նշանակվելու, իրականում նման քննարկումներ եղել է, այլ պաշտոնի նշանակվելու հարց է քննարկվել, բայց գիտեք 2019 թվականին Լավ, շատ ուղիղ հարց է, պարոն Վանեցյան։ Դուք երբևէ մտածել եք, որ կարող է գալ պահ, որ ուզեք դուք ձերբակալել Նիկոլ, ոչ թե դուք ուզեք, այլ հանգամանքներ օրենսդրությունը ստիպի ձեզ գնալ այդ քայլին եւ դուք ինչ եք կարծում այդ պահին ինչ կաներ գլխավոր դատախազը։ Երբևէ նման միտք եկել։ Չէ, նման բան ես չեմ մտածել, ես մշտապես այդ հարցը բարձրաձայնվում է եւ ես մշտապես այդ հարցին պատասխանում եմ։ 2019 թվականի սեպտեմբերի 16-ին է եղել այն տեքստը, որ դուք կարդացիք, ինչի մասին ես խոսել եմ եւ հաղորդման սկզբում ես ասացի, այդ ժամանակ ընդդիմադիր մատերիդ վրա կարող էիր հաշվել։ Ինձ գործից չեն հանել, ես դարել եմ ընդդիմադիր, ոնց որ շատ նոր նշեցիք, օրինակ Արթուր Դավթյանը, որը մինչև վերջ ծառայեց Նիկոլ Փաշինյանին, ժամկետը լրացավ գնաց, հետո եկավ ասաց պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե ես լինեի ԱԱԾ տնօրեն կամ գլխավոր դատախազ կամ ինձնից կախված լիներ Նիկոլ Փաշինյանին ձերբակալել չձերբակալելը պատերազմից հետո, վստահաբար ես այդ քայլին կգնայի։ Վստահաբար առանց մի վայրկյան մտածելու, որովհետև Նիկոլ Փաշինյանի արարքների մեջ կար հստակ հանցակազմ։ Միջև պատերազմը չկար դա։ Մինչև պատերազմը ես դուք ինչ էիք կանգառի կոչում, դե հետո դուք սպա եք, չէ՞, դուք վստահաբար այդ տեքստում ավելին չեք բացել, քան գիտեիք։ Որովհետև մարդ, ով ունի վերլուծելու ունակություն եւ մի 1-2 քայլ առաջ տեսնելու ունակություն, ինչպես նաեւ ի պաշտոնե տեղեկատվությունը, որին ես տիրապետում եի, ես հասկանում եի, որ մենք գնում ենք սխալ ուղղությամբ։ Ես նպատակ չեմ ունեցել մտնեմ քաղաքական process-ների մեջ, չգիտեմ ինչ անեմ։ Ես նայեք, նման երևի թե չեմ ասել հրապարակային, բայց ձեր եթերում այսօր կասեմ։ Իմ համար
կարմիր գիծ ա եղել, գիտեք, երբ որ սկսեց շրջանառվել մի տերմին Նիկոլա Վանեցյանական իշխանություն եւ բոլոր քայլերը, որ իրականացվում էր, դուք եք անում, բան իմ հետ, չէ, մի րոպե, իմ հետ սկսում էր ասոցացվել։ Ու ես հասկացա, որ ես պատրաստ չեմ գնալ այն ճանապարհով եւ այն պատասխանատվությունը վերցնեմ ին վրա, որը բերեց մեր երկիրը այս ողբերգական վիճակին։ Ես չի կարող ուրիշ բան անել։ Ես արել եմ առավելագույնը։ Ինչ կարող եմ անել։ Բան Վանեցյան, այդ անկեղծ լինենք, էլի, առավելագույնը դուք կարող եք անել ԱԱԾ պետի պաշտոնում, չգիտեմ, տարբեր ձեր ձեռքի տակ ի պաշտոն եղած գործիքները գործադրել։ Անհնարին է նման բան անելը, որովհետև կա գլխավոր դատախազ 1, երկրորդը կա քննչական մարմին, կա զինված ուժեր։ Ազգային անվտանգության ծառայությունը չի կարող հեղաշրջում անել երկրում առանց զինված ուժերի։ Հեղաշրջման մասին չի խոսքը։ Իսկ ինչ պետք է անել։ Ներողություն, հիմա ասենք դա հեղաշրջում է։ Եթե ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ազգային անվտանգության ծառայությունը օրենքով ունի գործառույթներ։ Այդ գործառույթները ենթադրում են նաև քրեական գործերի հարուցում, չէ՞։ Հիմա շատ բաներ կրճատել են ԱԱԾ-ից հանել են, բայց այն ժամանակ, երբ որ դուք ԱԱԾ պետ եք։ Չէ, այդ հոդվածները, որով պետք է հարուցել, հիմա կա, հա։ Հիմա ուզում եմ հասկանալ, երբ ազգային անվտանգության ծառայությունը տենում է պետության համար խնդիր։ Կարևոր է, ով է այդ խնդիրը ստեղծում։ Այնտեղ գրված է, որ այս հանցագործությունը, որ վարչապետն անում, չի ձերբակալում։ Կարևոր չի, բայց հանցագործության ոնց ճիշտ ձևակերպենք։ Դու տեսնում ես, որ այս քայլերի անելու դեպքում հետևանքը լինելու է ողբերգական։ Դրա մասին խոսում ես, ասում ես, բացատրում ես, բայց դեռևս գործողություն չի արվել, որը կարա լինի հանցակազմ։ Հիմա տեսեք, ձեր մասնագիտական աշխարհում կա նախականխիչ գործողություններ։ Նախականխիչ գործողություններով դու չես անում, մարդուն չես ձերբակալում։ Հիմա են անում տես բաներ։ Օրինակ, հիմա օրինակ տեսեք, մեր սրբազանները կամ Սամվելը Կարապետյան կամ մնացած քաղբանտարկյալները ձերբակալված են բացառապես խոսք ասելու համար։ Բան Վանեցյան, Նիկոլ Փաշինյանը, տեսեք, Նիկոլ Փաշինյանը վատ է անում բանի հայկական շահի տեսանկյունից, այն ինչ որ հիմա անում է, բայց իր առաջ դրված խնդրի տեսանկյունից ինքը հրաշալի գործում է։ Հրաշալի ճակերտների մեջ, որտեղ անմեղ մարդիկ են նստած, բայց ինքը հասկանում է, որ այն ծրագիրը, որ իրագործելու է, իրեն խանգարելու են այս մարդիկ, դուք էլ եք խանգարում, չէ՞, պատերազմից հետո ձեր դեմ էլ քրեական գործ հարուցեցին։ Իմ դեմ 12 եւ ավել քրեական գործեր շատ հանգիստ հարուցեցին, այսինքն Նիկոլ Փաշինյանը ցույց է տալու, որ ունի նպատակ եւ հասնելու այդ նպատակին։ Ազգային անվտանգության ծառայությունը արդյոք չես կարող դու քաղաքական իշխանությանը, դու չես կարող քաղաքական իշխանությանը ձերբակալես, եթե չկա ակնհայտ կատարված հանցագործություն։ Չես կարող եւ վերջ։ Երկրի քաղաքական ղեկավարը մի ստորագրությամբ քեզ աշխատանքից ազատում է։ Ինչ պետք է անես։ Անհնարին է։ Բա մեր երկրի հետո վարկի մասին չենք մտածում, ինչ պետք է լինի մեր երկրի։ Եթե Արցախը լիներ, վարկը լավը չէ։ Գիտեք, եթե լիներ, օրինակ, այն ինչ որ լիներ ու լիներ հետագայում Արցախի կորուստ, բոլորը մեղադրելու էին, ասելու էին, այ տեսակ, ժողովրդավարական արժեքների շեղվեցիք, դրա համար Վանեցյան, համաձայն չեք, լավ, Գևորգին էլ հարցնեմ։ Ձեզ լսեմ նոր Գևորգին, դուք համաձայն չեք, որ պետական գործիչները հաճախ անում են եւ պետք է անեն քայլեր, որը կարող է ժողովուրդը չհասկանա, բայց դա պատմությունը կգնահատի։ Դա ոչ թե անում են եւ պետք է անեն, դա պարտավոր են անեն պետական գործիչները, բայց դա պետք է ռիսկերը գնահատես եւ հասկանաս, ի վերջո դու կարող ես դա անել, թե չէ։ Ես էլի եմ կրկնում, տեքստը, որը ես հրապարակել եմ, դա պետք է ահազանգ լիներ բոլոր մտածող մարդկանց համար, որ մեր երկիրը սխալ ուղղությամբ է գնում։ Հաղթամ եւ Գևորգին լսենք։ Բացի նրանից, որ ԱԱԾ-ն չէր կարող, դուք ասում եք, որ նաեւ միջև հրաժարականը դուք ձեր մոտ միտք էլ չի եղել ձերբակալել։ Ոչ։ Գևորգ, ո՞նց է վերաբերում դրան, որ մեր ազգային անվտանգության ծառայությունը, պատերազմից հետո բանակը, հա, իրենց հիմա ասում են Միքայել Սրբազանի գործը չկարեն մեր վրա, դրա մասին հեղաշրջման մասին չենք խոսում, բայց իրենց առաջ դրած խնդիրները չկարողացան լուծել կամ հիմա բավարար է պարոն Վանեցյանի ասածը տեսնել։
Բավարարեց, հարցը հետևյալն է, ինչ խնդիր էր դրվել, որ չկարողացան լուծել։ Խնդիրը ո՞րն էր դրված։ Եթե մենք խոսում ենք պետության կառավարիչի մասին, ով որ փաստացի սուպեր լիազորությունների տեր մարդ է, խնդիրներ դնող է ինքն է, փաստացի։ Ինչ խնդիր էր դրված, որը որ չի կատարվել։ Շատ խնդիրներ են դրված լինում, որոնք որ կատարվում են, որոնցից օրինակ ես, դուք, համոզված եմ պարոն Վանեցյանը եւ շատ մեր նման մտածող վերլուծող մարդիկ դժգոհ են։ Օրինակ խնդիր է դրվում եկեղեցու դեմ անել արշավ։ Խնդիր է դրված, փայլուն կատարվում է, բայց մենք դրանից գոհ ենք, թե չէ։ Հիմա ինչ խնդիր է դրվել։ Իրանք իրանց արժև դրած խնդիրը լուծում են։ Հիմա այլ բան է դու կհարմարվես այդ խնդիրների բովանդակությանը եւ քո սկզբունքները կներեն այդ խնդիրների լուծմանը մասնակցելուն, թե չէ։ Օրինակ իմ սկզբունքները չեն ների հակաեկեղեցական արշավ անել, իմ սկզբունքները չեն ների սուտ ու կեղծիք տարածել, իմ սկզբունքները չեն ների, ասենք, մարդուն խոսքի համար ազատազրկել եւ այլն։ 2019 թվականի սեպտեմբերին ինչ որ մեկի մտքով անցնում էր, որ Արցախը չի լինելու, Հայաստանն էլ էս վիճակում է լինելու։ Ինչ որ մեկը ամենավատ երազում նման բան տեսել է։ Ինչ որ մեկը ԱԾՊ չի։ Չէ, բայց ես երբ որ այդ ժամանակ վեր կանայի ասեի, որ սենց է լինելու, բացի նրանից, որ ասելու էին դու ուզում ես քաղաքական իշխանություն, ուզում ես իշխանություն զավթես, ուրիշ որևէ բան չէ լինելու։ Բորիս ջան, կներեք, էլի չէ, մի վարքյան, Բորիս, հարց տամ քեզ, 2018 թվականից, արի մի քիչ ավելի հետ գնանք, էլի, հələ 19 թվականը չէ, երբ որ ես ու դու անդիմադիր տարբեր, այսպես ասած, տրամադրված քաղաքացիական հասարակության խմբերում պարբերաբար հանդիպում էինք ու շատ տարբեր հարցեր քննարկում էինք, ներառյալ, որ Արցախը մերը չի լինելու։ Բազմաթիվ անգամ դրա մասին բարձրաձայնում էինք, բազմաթիվ անգամ թե քաղաքական գործիչներ, թե ճակերտավոր ասած նախկինները, թե շատ մարդ բարձրաձայնել է, ինչ որ մեկը դրան հավատացել է, կամ ինչ որ մեկը ասել է, այս մարդկանց ասացի մեջ ինչ որ տենց բանի նշույլ կա։ Նույն 2019 թվականին չէր, որ 2021 թվականից հետո չեն հավատացել, որ Արցախը ամբողջությամբ կորցնելու ենք։ Այսինքն պետք է օբյեկտիվ նայենք, էլի, որովհետև ամեն ինչը դնել ու ասել, որ դες չկա, ասենք, չգիտեմ, ԱԱՑՊ-ը պետք է ձերբակալեր կամ պետք է ասեր Արցախը մերը չի լինելու, իրան բոլորը հավատային, բանով չի, էլի, օբյեկտիվ դատել։ 2021 թվականի ընտրությունների ժամանակ մի տեսահոլովակ պատրաստեցինք, նախընտրական չէ, քարոզչական ասենք, որի մեջ մի իրավիճակ էր նկարագրված, մարդը պարկում է քնելու եւ երազ է տեսնում։ Երազում տեսնում է, որ մեր այբուբենը Մաշտոցի տառերը փոխվել են լատինատառ տառերով եւ մարդիկ իրար հետ գրում են, որ հիմա Facebook-ներում անգլերեն տառերով հայերեն գրում են նման կերպ, այսինքն այբենարանը տենց է, հետագայում Ղափանում Գորիս Ղափան ճանապարհին մեքենա ոստիկանը կանգնեցնում, լավ ոստիկանը կանգնացնում, պարզվում է, որ այդ ոստիկանը ադրբեջանցի է, մեկ էլ էս տղան հիստերիայի մեջ։ Մեզ այդ ժամանակ մի խայտարակ սկսեցին քննադատել, ասեցին, «Էս ինչ եք դուք ասում»։ Հիմա տեսեք, Կապան Գորիս ճանապարհը փակված է ադրբեջանական ուժերի կողմից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեր խնդիրները եկել են այն ժամանակ, երբ Մեծրոբ Մաշտոցը հայերեն այբուբենը ստեղծել է, փորձանք է վերել մեր գլխի Մեծրոբ Մաշտոցը։ Ու մենք դրա հետ հիմա ապրում ենք ու ոչ մեկ դա չի հիշում։ Այդ խնդրում եմ, այդ տեսահոլովակը թող հիմա դնեն, միացնեն նայեն ու տեսնեն, թե ինչ ենք ասել 21 թվին։ Այդ ժամանակ էլ մարդիկ ուզում են լսեն պոզիտիվը, լավը։ Անվանեցան, մենք 21 թվին կգանք, թե մարդիկ ինչի շատ բան չուզեցին լսել։ Ես կուզեմ խոսենք մի դրվագի մասին, 2018 թվականի դեկտեմբերն էր, դուք որպես ԱԱՑՊ հանդիպեցիք լրագրողների հետ Ծաղկաձորում, որին մասնակցել եմ նաև ես, այնտեղ ասցիք այսպիսի միտք. ազգային անվտանգության ծառայությունը չի օգնել 2018-ի գործողություններին, այսինքն բանի իշխանափոխության, բայց նաև չի էլ խանգարել։ Այստեղ կարևոր հարց է գալիս։ Հիմա նախորդ իշխանության, հանրապետական իշխանության բարձրագույն շատ ներկայացուցիչներ ասում են, որ 2018-ին տեղի ունեցել թուրք-ադրբեջանական հեղափոխություն։ Հիմա եթե թուրք-ադրբեջանական հեղափոխություն է տեղի ունեցել ու կառույցը, որը պիտի ազգային անվտանգություն ապահովեր, չի խանգարել, է նշանակում է օգնել է։ Նայեք, պետք է տարանջատել քաղաքական հայտարարությունները եւ փաստացի
իրավական հետևանքներ ունեցող հայտարարություններ են։ Ես չեմ ուզում հիմա դառնամ ինչ-որ մի կողմի մեկնաբանը եւ փորձեմ մեկնաբանեմ իրանց ասածները, այդ ասածների մեկնաբանությունները խնդրեմ ստացեք նրանցից, ովքեր դրա մասին ասում են։ Ես իմ կարծիքը հետեւյալն է, որ դա քաղաքական բնույթի հայտարարություն է, ինչ վերաբերում է չի խանգարել եւ չի օգնել, օրինակ չի խանգարել, նկատի ունեմ, ես որ ասում եմ չի խանգարել, չի եղել այն միջամտությունը, որը հիմա այդ կոպիտ միջամտությունը քաղաքական գործունեության կամ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց գործունեության մեջ, որը կա այսօր։ Չի եղել նման բան։ Դե գուցե պետք է լիներ։ Դե գուցե պետքա լիներ, եկեք հիմա ես այդ ժամանակ իմ պաշտոն է, ես իմ գործառույթները կատարել եմ, ես որևէ տեղ չեմ թերացել, թող լիներ, ինչ ասեմ։ Լավ, հիմա 2021 թվականի ընտրություններին գանք, ես հիշում եմ 20 թվականին, երբ 19-ին դուք թողեցիք ՀԱԾՊ-ի պաշտոնը, մի քանի ամիս հետո ստեղծեցիք Հայրենիք կուսակցությունը, ըստ էության քաղաքական դաշտում ընդդիմադիր երևացող գործիչներ, այդպես ուժեր չկային, եւ քանի որ դուք ԱԱԾ նախկին տնօրենն էիք, ունեիք 100% ճանաչելիություն, ունեիք նաեւ բարձր վարկանիշ, դուք դարձաք ընդդիմության առանցք եւ ինչ որ իմաստով դա նաեւ բացատրելի էր, ինչու, որովհետեւ դուք իշխանափոխությունից հետո ազգային անվտանգության ծառայության պետն եք, ամենաաղմկոտ քրեական գործերը ձեր կառույցի հետ ձեր կառույցներ վարում, հա, եւ այսպես ասած հեղափոխությանը սիրահարված ժողովրդի ամենասիրելի կառույցն էր ԱԱԾ-ն դարձել այդ պահին։ Եվ դուք կարող էիք իրականում իմ գնահատմամբ, կարծում եմ շատերը ինձ հետ կհամաձայնեն, որպես հենց այդ դիրքում, որ ուկայիք 20 թվականին, շարունակել ձեր քաղաքական գործունեություն եւ լրջագույն առանցք դառնալ։ Բայց պատերազմից հետո դուք այսպես ասած զուլվեցիք քաղաքական այն ուժերի հետ, իսկ ընտրություններին լիարժեքորեն դաշինք կազմելով զուլվեցիք այն ուժերի հետ, որոնց դեմ դուք որպես ազգային անվտանգության ծառայության տնօրեն պայքարել եք։ Ես որևէ ուժի դեմ չեմ պայքարել, ես պայքարել եմ Լավ, գործիչների հետ։ Հիմա ոչ է գործիչների դեմ եմ պայքարել, ես պայքարել եմ քրեական օրենսգրքի շրջանակներում կատարված ենթադրյալ շատ լավ, հանցագործությունների ենթադրյալ բայց դուք հիմա համարում եք, որ սխալ էր նախկինների հետ քաղաքական ճանապարհը։ Ես որևէ բանի համար չեմ զղջում իմ արարքիների համար։ Ես համարում եմ, որ այդ ժամանակ եղել է քաղաքական իրավիճակը այդպիսին նման որոշում է կայացրել մեր քաղաքական թիմը, հետագայում քաղաքական թիմը որոշում է կայացրել, որ մենք խորհրդարանից պետքա դուրս գանք, որովհետև համարել ենք խորհրդարանը ոչ էֆեկտիվ գործող իշխանությունների դեմ պայքարելու, ու մինչև այսօր ես այդ կարծիքին եմ, եւ դուրս ենք եկել խորհրդարանից եւ հայտարարել ենք պատիվ ունեմ դաշինքի լուծարման մասին։ Ես որևէ բանի համար չեմ զղջում եւ որևէ արդարանալու բան չունեմ։ Դա քաղաքականություն է, իսկ քաղաքականությունը ենթադրում է տարբեր որոշումների կայացում։ Կարևորը ես միշտ ազնիվ եմ մեր ժողովրդի հետ, ես որևէ բան չեմ թաքցնում ու այն թեզը, որ մենք պետք է անընդհատ արդարանանք, դա իշխանությունների կողմից մի հատ տարվող քաղաքականություն է, որ մի իրավիճակ են ստեղծել, իրանք երկիրը քանդել են, իրանք երկիրը բերել են կործանման եզրին կանգնացրել են, Արցախը հանձրել են, հազարավոր զոհեր, խայտառակ վիճակ, հիմա իրանք չեն արդարանում, մենք ենք սաղուրը արդարանում։ Դե որտեղ դուք ընդդիմություն եք։ Հա, բայց չէ, ընդդիմությունը չպետք է արդարանա։ Այդ տեսեք հիմա տարբերությունը որն է։ Ընդ որում ընդդիմադիր դաշտն է այնպիսի դարել, որ բոլորը իրար մեղադրում են ամեն ինչի մեջ։ Մոռանում են հիմնական թիրախին, որ հիմնական թիրախը գործող իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսում են իրար մեղադրել տարբեր բաների մեջ։ Ընդ որում առաջի դեմքերով դա գրեթե չի լինում, որովհետև առաջի դեմքերը իրար հետ ունեն նորմալ գործընկերային հարաբերություններ։ Այդ Facebook-յան օգտատերերը նոր մեր զրույցից առաջ ասում էինք, զոմբին զոմբի է, ումը կլինի կարևոր չի։ Սկսում են գրել ու գրել, իրար թիրախավորել, մի հատ իրավիճակ է ստեղծում, որ այդ ժողովուրդը տեսնում է, որ ընդդիմությունը անընդհատ իրար հետ գզվրտոցի մեջ է, կռվի մեջ է։ Ժողովուրդ, մեր հիմնական գործառույթը
պետքա լինի իշխանափոխությունը։ Մենք պետքա պայքարենք իշխանափոխության համար, ընդդիմադիր Որ դաշտը, ինչ անենք, որ պայքարենք, որ ինչ անենք։ որ իշխանափոխություն լինի եւ ձևավորվի նոր իշխանություն։ Ով կլինի այդ իշխանությունը։ Անկեղծ այս պարագայում, այս ստեղծված իրավիճակում շատ կարևոր չի, ժողովուրդը ում կընտրի, թող այն լինի։ Բայց պետքա փոխվի, որտեվ եթե չփոխվի, մենք երկիր չենք ունենա։ Ժողովուրդը ձեզ մեղադրում է, ժողովուրդը ձեզ մեղադրում է, ասում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին իշխանությունը փողոցում ընկած էր։ Եվ Ինչ տեղի ունեցավ, որ չկարողացաք վերցնել այդ իշխանությունը, եւ կա այսպիսի տեղեկատվություն, որ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, երբ հանդիպեց ցես հետ, դուք եք իշխանը Սաղաթելյան եւ Գագիկ Ծառուկյանը, խոստացել է, որ 3 թե 4 օր հետո չի խանգարի ձեզ քաղաքական գործընթացներին, միայն թե հնարավորություն տակ զորքերը գան տեղակայվեն։ Մեր հայկական զինուժը դուրս գա եւ տեղակայվեն։ Օնիկ Գասպարյանը արդար էր, թե բան փրկեց Նիկոլին։ Եվ դուք ինչու այդքան միամիտ գտնվեցիք։ Գիտեք, հիմա այդ հարցը որ տալիս եք, ուղիղ պատասխան չկա։ Երկար կարանք դրա մասին խոսենք։ Ինչու տենց եղավ։ Այո, իշխանությունը փողոցում գցած էր։ Չկարողացանք վերցնենք, որովհետև մենք բարոյական ինչ-որ երևի թե գծեր ունենք, որը չենք հատում։ Ի տարբերություն իշխանությունների։ Իշխանությունները որն է, իշխանությունը փողոցում գցած էր։ Չէ, դե գցած։ Այսինքն ավելի վատ կլիներ, որ դուք վերցնեիք եւ անդիմությունը նկատի ունեմ եւ փորձեր երկիրի այս վիճակից անել, թե ավելի շուտ այս մտահոգությունը կար։ Նիկոլը թուղթը ստորագրել է, առաջիկայում Խարվաճարը պիտի հանձնվի, այլ տարածքներ պիտի հանձնվեն։ Մենք վերցնենք իշխանություն, որ ինչ անենք, որ մենք հանձնենք։ Ես նման բան չեմ մտածել երբեք, եւ եթե հնարավոր լիներ, գիտեք, երևի թե խնդիրներից մեկը ասեմ, օրինակ իմ խնդիրներից մեկը։ Ես միշտ ցանկացած քայլ անելուց առաջ մտածում եմ առաջի հերթին որպես ազգային անվտանգության ծառայության նախկին սպա եւ ասում եմ դա չի կարելի անել, էսի անթույլատրելի է, պետության հանդեպ sense բան չի կարելի անել, սրանք չեն մտածում, սրանք ոչ մի կարմիր գիծ չունեն, այն կռիվ առանց մարտեր առանց օրենքների այդ ոչի մեջ իրանք անում են, ասում ես չի կարելի գոտկատեղից ներքև խփել, իրանք խփում են, ասում ես չի կարելի դանակով խփել, բռնցքամարտի ժամանակ դանակով են խփում, հիմա ես չգիտեմ, միգուցե երևի թե մեր մեղավորությունն էլ դա է։ Գիտեք, ժողովուրդը երբ տեսնում է կա անդիմություն, որը Գեորգ ջան կներես մի քանի արսպան Վանեցյանին պիտի տամ քաղաքական հատվածն է, ժողովուրդը տեսնում է կա անդիմություն, Արտուր Վանեցյան, Իշխան Սաղաթելյան, հա, Գագիկ Ծառուկյան այն ժամանակվա անդիմության մասն եմ խոսում, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, փողոցում ընկած իշխանությունը չեն կարողացել վերցնել։ Այդ դեպքում ո՞նց վստահ լինի, որ դուք ընդհանրապես իշխանություն կարող եք վերցնել։ Դժվար հարց եք տալի իրականում եւ այդ մեղադրանքները կարան չէ, տեղ ունեն, բայց դրա պատասխանները էլի եմ ասում, շատ հանգամանքներից է կախված, ինչի չի ստացվել։ Չի ստացվել, այո, չի ստացվել։ Բայց չգիտեմ։ Իսկ երբ կստացվի։ Ասում են հիմա շատերը ասում են 26-ին կստացվի։ Ես հույս ունեմ, որ 26-ին պետք է ստացվի։ Հույս ունեմ եւ ինչ որ միտեղ համոզմունք ունեմ, որ պետք է ստացվի, որովհետև եթե չստացվի, մենք այսօր հիմա ձեր եթերում ասում եմ, եթե չստացվի, մենք ցավոք սրտի ինչ որ մի փուլում կորցնելու ենք նաև Հայաստանի Հանրապետությունը։ Ինչքան իրանք ուզում են իրանց կոտորեն, ինչքան ուզում է գոռան, գոչեն, որ խաղաղությունն է, ինքնիշխան ենք, ոչ ինքնիշխան ենք, ոչ էլ խաղաղությունն է։ Դա ժամանակավոր հրադադար է, որը հետագայում ադրբեջանցիք եւ թուրքերը օգտագործելու են Հայաստանի Հանրապետության դեմ, ամբողջական Հայաստանի Հանրապետությունը թույլատրել եւ կործանել։ Նորից վերադառնանք այսպես անցյալի իրադարձություններին, ես տեսա դրա մասին հարցեր էլ կային մեր Facebook-յան ընկերների կողմից։ Ինչպես ստացվեց, որ եւ ՊՊՑ գնդի գրավման ժամանակ եք դուք առանցքային դերակատարում տանում, եւ 2018-ի իրադարձությունների արդյունքում դուք դառաք առանցքային պաշտոնյա, ԱԱԾ պետ։ Ինչ կապ ունի փոխկապակցված իրադարձությունները։ 2016 թվականին ՊՊՑ գունդը երբ որ գրավել են, ես եղել եմ Երևան ու տարածքային կառույցի ղեկավարը եւ ի պաշտոնե ես եմ եղել այնտեղ, իմ տեղը որ լիներ
Մարտիրոսյանը կլիներ Մարտիրոս 2018-ին ինչպես ստացվեց։ Մենակ Ալեն Սիմոնյան ասում են ինչ որ տել են ձեր դեմ քրեական գործ հարուցել, որտեղ կասկածել են, որ դուք Մերժիր Սերժին բանին Ես ոչ մեկին չեմ աջակցել, չեմ օգնել։ Ես իմ գործառույթներն եմ կատարել։ Պատմել եմ դրա մասին բազմիցս, կարծում եմ ինչի Այնտեղ հարց կար գեներալ Մանվելի մասին, բայց չեմ տա այդ հարցը ինչու, որտեղ 2022-ին ձեզ այդ հարցազրույց արել եմ, այդտեղ խոսել ենք դրա մասին, առաջարկում այդ հարցազրույցը նայելով ում հետաքրքիր է, դիմադրության շարժման առաջին օրերն էր, հենց ազատության հրապարակում դրա մասին զրուցել ենք, ընդ որում այդ հարցազրույցից հետո իշխանությունը կարծիք թե մի քանի քրեական գործեր ուզում հարուցել, թե հարուցեցին քրեական գործեր, այսօր գոնե այնպես անեն քրեական գործեր նոր չլինեն, հա։ Ինչի համար եք ձեզ մեղավոր զգում, պարոն Մանեցյան։ Անմեղ մարդ չկա, բոլորն էլ մեղավոր են, բայց եթե այտենց քաղաքական առումով մեղավորություն է, օրինակ մեղավոր եմ զգում երևի թե որ չեն կարծել ժողովրդի հետ այնպես աշխատենք, որ գիտակցությանը հասցնենք, որ այս իշխանությունը չարիք է։ Մեղավոր կարամ զգամ ինձ օրինակ ձեր ասած 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվա դեպքերին, երբ որ չկարողացան գեներացնենք այն բողոքի ալիքը, որի արդյունքում իշխանափոխություն տեղի ունենար, ու շատ սխալներ արել ենք։ Այդ սխալները մենք արել ենք, այո, եւ այդ սխալների համար, եթե գիտեք, սխալների համար քաղաքական գործիչը պատասխան է տալիս իր գործունեության արդյունքում վստահության ավելացման կամ պակասելու ձևով, ես չգիտեմ, ես չեմ կարծում, որ արել եմ մի սխալ, որը անդառնալի է, որը աններելի է, բայց եթե սխալները արել եմ, իսկ ելի եմ կրկնում, անսխալական մարդիկ չկա, ներողություն եմ խնդրում բոլոր սխալների համար, բայց որ հիմա նստենք հաթացնենք սխալները վերլուծել, նման բաներ չեմ կարող ասել։ Քաղաքական ինչպիսի ապագա եք տեսնում ձեզ համար, ձեր գլխավորած ուժի համար։ Տեսեք, ցանկացած քաղաքական ուժ պետքա ձգտի իշխանության։ Որ քաղաքական ուժը չի ձգտում իշխանության, դա ես կարծում եմ նորմալ չէ։ Ինչի պետքա ձգտի իշխանության, որտեղ միայն իշխանության գալու դեպքում ունենում ես այն լծակները, որ կարողանաս կատարես քո տված խոստումները, քո ծրագրերը իրականացնես։ Այո, հայրենի կուսակցությունը ձգտում է իշխանության, մենք անելու ենք ամեն ինչ, որ ստանանք ժողովրդի քվեն եւ ձևավորենք իշխանություն, կստացվի թե չէ, ես վստահ եմ, որ կստացվի, բայց ժամանակը ավելի ճիշտ ամեն ինչը տեղը կդնի։ Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքական ապագային, հույս ունեմ, որ 26 թվականին Հայաստանի Հանրապետությունը կազատվի այս դավադիր իշխանություններից եւ գուղի մեջ կը եւ կկարողանա հզորանալ, ուժեղանալ եւ նենց անել, որ մարդիկ ապրեն անվտանգ, լավ եւ ապագայի հանդեպ ունենան հավատ։ Շատ լավ, պարոն Մանեցյան, այնտեղ մի հարց կար, որ մոռացա տալ, տեսանյութի առաջ ասացի, որ կտամ, հետո չտվեցի, այդ մեր զորախմբի թակարդում հայտնվելու մասին, ադրբեջանցիներն էլ այդ օրին գրում էին, որ ոչնչացրել են հայրենիք զորախումբը։ Հետո Նիկոլ Փաշինյանը փաստորեն բազմաթիվ իր զանգերի ընթացքում պարտադիր հարցրել, թե որտեղ եք դուք։ Դուք այս ամեն ինչը համադրելով կարծում եք կարող էր լինել միտք ձեզ ֆիզիկապես Ոչ, այդ հարցը դուք տվել եք, երևի չեք հիշում, ես ասում եմ, եթե ես փաստեր չունեմ, չեմ կարող մերկապարոնոց հայտարարություններ անել, ես ի տարբերություն իշխանությունների հենց այնց խոսքեր չեմ ասում։ Այդ ամբողջը կարա ենթադրություն մեր մոտ առաջացնի, որ այո, ես ենթադրության մասին, որտեղ բարձր այո, ենթադրաբար ունեցել են նման միտք։ Բայց ես փաստեր եթե չունեմ, չեմ կարող որևէ մեկին մեղադրել։ Մենք էլ ես մեղադրելու մասին չէի խոսում, այլ ձեր զգացումների մասին, որովհետև ձեր ծրագրի մեջ իդեպ շատ լավ խորը վերլուծություն արած, ես ինչպես նախկինում ասել եմ, հիմա էլ ասում եմ, որ շատ բարձր եմ գնահատում այդ ծրագիրը եւ շնորհակալ եմ այդ վերլուծության համար։ Հիմա լավ, գալով բանին, քաղաքական process-ներին վաղար շաբաթում ընտրություններ են։ Դուք հայտ եք ներկայացրել եւ այս անգամ իրականում առանձին եք մասնակցում 2021-ից հետո
ինչ ակնկալիք ունեք։ Սա ձեզ համարել է համապետական ընտրություններից առաջ այսպես բան փորձ գլխավոր։ 21-ից հետո հայրենիք կուսակցությունը առնվազն 8 համայնքներում թիմ ընտրություններին մասնակցել է, որտեղ մենակ մի տեղ երկու տեղ ներողություն, երկու տեղ չի հաղթահարել Անցողիկ Շեմը եւ հայրենիք կուսակցությունը այսօր 6 համայնքներում ավականություն ավականի ունի 6 եւ ավելի բայց ասենք որ վաղարշաբաթը տա վաղարշաբաթը բայց շատ կարեւոր է ու ես շատ ուրախ եմ որ այդ վաղարշաբաթի թեմայի մասին խոսում ենք վաղարշաբաթ խոշորացված համայնքում ընտրությունները դա սովորական թիմ ընտրություններ չեն սա իրականում վերջին ընտրություններն են համապետական ընտրություններից առաջ դա մեկ երկրորդը վաղարշաբաթ է իսկ մեր վաղարշաբաթ կոչվում է համայնքը, բայց մենք Էջմիածին ենք ասում եւ Էջմիածինը որպես դիտարկում ենք ողջ հայության հոգեվոր մայրաքաղաք եւ հոգեվոր կենտրոն, իսկ եկեղեցու դեմ հարձակումները, որը իրականացվում են գործող իշխանությունների կողմից վերջին շրջանում, նաեւ ուղիղ կապ կարող են ունենալ այդ ընտրությունների արդյունքների հետ։ Տեսեք, իշխանությունը որևէ կերպ հետքայլ չի անում եկեղեցին պարակտելու, եկեղեցին թուլացնելու եւ քանդելու ուղղությամբ եւ վաղարշաբաթի ընտրությունները եթե հանկարծ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունենա հաղթանակ եւ հաջողություն դա Նիկոլ Փաշինյանին եւ իր քաղաքական թիմին առիթ է ստեղծվելու այսինքն վերականալու ասի անգամ Էջմիածնում երբ ես հայտարարում եմ եկեղեցու դեմ այս ամբողջ իմ քայլերը մենք հաղթում ենք ուրեմն իմ պահանջը որ պետքա վեհապարը հեռանա եւ եկեղեցին պետքա քանդվի, կազմալուծվի եւ այլն օբյեկտիվ է։ Ու դրան հակադրվել շատ բարդ է լինելու, հավատացեք։ Դրա համար հիմա ես օգտվելով առիթից ձեր եթերից դիմում եմ վաղարշաբաթի մեր սիրելի բնակիչներին։ Ժորժան, դա սովորական ընտրություն չի։ Սա ընտրություն է մեր ինքնության պահպանման եւ մեր ինքնությունը կորցնելու մեջ, որովհետև եկեղեցին դա սովորական կառույց չի։ Եկեղեցին 1700 եւ ավել տարվա պատմություն ունեցող կառույց է, որը այդ հազարամյա պատմության մեջ բազմիցս եղել է թե մեր ինքնության պահպանողը, թե շատ դեպքեր են եղել, երբ որ պետությունը չի եղել եւ եկեղեցին է վերցրել պետության ֆունկցիան իր վրա։ Եկեղեցին թուլացնելը անթույլատրելի է որևէ պարագայում։ Տեսեք, դուք ազգությամբ եզդի եք, դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեք, բայց դուք այն եկեղեցու պաշտպաններից եք, որովհետև դուք ապրում եք Հայաստանում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք, Հայաստանը համարում եք ձեր հայրենիքը եւ գիտակցում եք, որ եկեղեցու թուլացումը ինչի կարա բերի։ Այստեղ միայն այո հայ առաքելական եկեղեցու թուլացում չի, պետականության սա պետականության կորստի մասին է։ Ուստի վաղարշաբաթցիները պետք է հստակ հասկանան, որ սա ընտրություն չի ուղակի Արգիշտի Մեխակյանի, Խաչիկ Մանուկյանի եւ մնացածի միջև։ Սա ընտրությունն է մեր ինքնության, մեր հայ մնալու, մեր հայկականությունը պահելու եւ լուծարվելու դառնալու անհասկանալի ինչ որ մի տարածքում ապրող ժողովրդի։ Ժողովուրդը դա պետք է հասկանա։ Շատ լավ, երևի թե սրանով ամփոփենք մենակ մի հարց կար, ես հեռուստատողների հարցերի հիմնականում տվել եմ տարբեր ձևակերպություններով փոխված։ Մի հարց կար, որտեղ Ռոբերտ Մարգարյանը հարցնում էր, թե 2019 թվականին ինչ եք տվել Միքայել Մինասյանին։ Միքայել Մինասյանին որևէ բան չեմ տվել, դրա մասին խոսել եմ բազմիցս։ Խոսել եմ դրա մասին։ Այդ ժամանակ հանդիպել եմ Միքայել Մինասյանի հետ եւ առաջարկել եմ վերադառնա Հայաստան ու մասնակցի, եթե քննչական մարմինները հարցեր ունեն քննչական մարմինների հետ այդ գործողություններին եւ մնացածին Միքայել Մինասյանը հրաժարվել է, չի եկել ու վերջ դրանով ավարտվել է։ Ուրիշ որևէ բան չի եղել։ Շատ պարզ է, պետք չի ման գալ ինչ որ տարբեր բաներ։ Ինչ եղել է, ես որևէ բան հանրությունից չեմ թաքցնում։
Ես ասել եմ, միակ բանը, որը ես թաքցնում եմ, դա անձնական բնույթի խոսակցություններն են, որը ես համարում եմ ոչ կոռեկտ։ Բարոյական չի մարդու հետ անձնական զրույցները հրապարակել կամ դրա մասին խոսել։ Չի կարելի տենց բաներ անել։ Ինչը իդեպ անում է Նիկոլ Փաշինյանը։ Այո։ Անգամ հորինում է Այո։ խոսակցությունը։ Շնորհակալ եմ, պարոնայք, Գևորգ, շատ շնորհակալ եմ, որ դու էլ միացար մեզ, չնայած ներողություն եմ խնդրում, որ շատ պարոն Վանեցյանն հարցեր տվեցին, որտեղ իրականում այդ հարցեր կան։ Շնորհակալ եմ, պարոն Վանեցյան, որ եկաք այստեղ, քաղաքական process-ին մասնակից եք, ես նաև քաղաքական գործիչներին հրավիրում եմ այստեղ, որ ես մեր գյուղի ճանապարհը ի վերջո իշխանապողությունից հետո սարքել տակ, նաև մյուս ուժերին եւս հրավիրում եմ մեր գյուղ։ Ես եմ շնորհակալ այսօրվա զրույցի համար, հետաքրքիր ֆորմատ էր ընտրված, կարծում եմ օգուտ տվեց ես մեր զրույցը, բայց եւս մեկ անգամ առիթը չկորցնելով ձեր եթերից դիմում եմ եւս մեկ անգամ վաղարշապատցիներին, խնդրում եմ իմ սիրելի վաղարշապատցիներ, հասկացեք, որ սա ուղղակի ընտրություններ չեն եւ Խաչիկ Մանուկյանը, ով առաջադրված է հայրենի կուսակցության կողմից, այն մարդն է, որը իր ամենաթանկին տվել է ամենաթանկին։ Խաչիկ Մանուկյանը հայրենասեր է, Խաչիկ Մանուկյանը մտավորական է, Խաչիկ Մանուկյանը ազնիվ է եւ Խաչիկ Մանուկյանի պես մարդիկ միանշանակ պետքա իրենց տեղը գտնեն քաղաքական դաշտում եւ կարողանան իրենց ծառայությունը մատուցեն մեր երկրին, մեր ժողովրդին եւ մեր հայրենիքին։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, բոլորին առողջություն եմ։ Շնորհակալ եմ, ես էլ ներողություն եմ խնդրում որոշակի տեխնիկական դերությունների համար, դե այդպես է։ Տեսություն, կհանդիպենք։